Երբ ատում ենք մեր թշնամուն, հայտնվում ենք նրա տիրապետության տակ։ Նա տիրանում է մեր քնին, ախորժակին, արյան ճնշմանը, առողջությանը, մեր երջանկությանը։ Նա ուրախությունից պար կգար, եթե իմանար, թե որքան է մեզ անհանգստացնում ու տանջում։ Մեր ատելությունը նրան չի վնասում, այն մղձավանջի է վերածում մեր ցերեկներն ու գիշերները։ Երբ Քրիստոսն ասում էր «Սիրեք ձեր թշնամիներին», դա լոկ բարոյականության քարոզ չէր։ Նա ընդսմին առաջարկում էր 20-րդ դարի բուժամիջոցը։ Լինքոլնը իր թշնամու նշանակում էր այնպիսի պաշտոնի, ասես նա իր բարեկամը լիներ։ Եվ երբեք մարդուն պաշտոնից չէր զրկում այն բանի համար, որ նա իր թշնամին էր կամ էլ այն պատճառով, որ նրան չէր սիրում։ Լինքոլնը այն կարծիքի էր, որ երբեք չարժե գովաբանել կամ պախարակել մարդուն այն բանի համար, ինչ նա արել է կամ չի արել, քանի որ բոլորս էլ պայմանների, հանգամանքների, շրջապատի, կրթության, սովորույթների, ժառանգականության արդյունք ենք, եղել ենք, կանք ու միշտ կլինենք։ Հնարավոր է, որ Լինքոլնը իրավացի էր։ Եթե դուք կամ ես ժառանգեինք այն նույն մարմնական, մտավոր կամ հուզական հատկանիշները, որոնք բնորոշ են մեր թշնամիներին, եւ եթե մեր կյանքը նման լիներ նրանց կյանքին, ապա հավանաբար մենք կվարվեինք ճիշտ նույն կերպ կամ գուցեև ավելի վատ։ Ուստի եւ թշնամիներին ատելու փոխարեն ավելի լավ է Աստծուց շնորհակալ եղեք, որ կյանքը ձեզ չի դարձրել այնպիսին, ինչպիսին նրանք են։ Ձեզ խաղաղություն եւ երջանկություն բերող հոգեվիճակին հասնելու համար կիրառեք ահա այս կանոնը. վրեժ մի լուծեք թշնամիներից, քանի որ դա ձեզ ավելի մեծ վնաս կպատճառի, քան նրանց։ Վարվեք այնպես, ինչպես անում էր գեներալ Այզենհաուերը։ Մի րոպե անգամ մի վատնեք մտածելով այն մարդկանց մասին, որոնց չեք սիրում։ Եթե դուք մարդու կյանքն եք փրկել, ապա արդյոք կակնկալեք նրա երախտագիտությունը։ Հնարավոր է, որ դուք ակնկալեք, բայց ոչ Սամյուել Լեյբովիցը, այն հայտնի դատապաշտպանը, որը 78 մարդու փրկել էր էլեկտրական պատժաթոռից։ Ինչ եք կարծում, այդ մարդկանցից քանիսն էին եկել նրանից շնորհակալություն հայտնելու կամ քանիսն էին նեղություն կրել ծննդյան տոներին բացիկ ուղարկել նրան։ Կռահեք։ Իհարկե, ոչ մեկը։ Հիսուս Քրիստոսը մեկ օրում բուժել էր 10 բորոտի։ Նրանցից քանիսն էին շնորհակալություն հայտնել։ Միայն մեկը, երբ Քրիստոսը շրջվել էր եւ իր աշակերտներին հարցրել. իսկ ուր են մնացած 9։ Պարզվել էր, որ այդ 9 ապաքինվածները փախել էին, հեռացել էին առանց շնորհակալություն ասելու։ Թույլ տվեք հարցնել. արդյոք մենք պետք է ավելի մեծ երախտագիտություն ակնկալենք մեր փոքր ծառայությունների համար, քան ստացել էր Հիսուս Քրիստոսը։ Առաջին բանը, որ ուզում եմ նշել այստեղ. երախտահատույց լինելը բնորոշ չէ մարդուն։ Այնպես որ, եթե մենք ամեն անգամ երախտագիտություն ակնկալենք, ապա չենք խուսափի հիասթափությունից։ Երկրորդ հանգամանքը, որի վրա կկամենայի հրավիրել ձեր ուշադրությունը։ Եթե մենք ցանկանում ենք հասնել երջանկության, եկեք չմտածենք ինչ-որ մեկի երախտագիտության մասին, այլ պարզապես ուրախանանք ինչ-որ բան անելով։ Ծնողները տասնյակ հազարավոր տարիներ իրենց մազերը պրճոկում են երեխաների ապերախտության պատճառով։ Լիր արքան ասում էր, որ հարազատ երեխաների ապերախտությունը օձի խայթոցի ցավոտ է։ Բայց ասացեք խնդրեմ, երեխաներն ինչու պետք է երախտապարտ լինեն, եթե մենք դա չենք սովորեցրել նրանց։ Ապերախտությունը բնական է, ինչպես մոլախոտը։ Երախտապարտությունը նման է վարդի։ Այն պետք է ջրել, աճեցնել, սիրել, պաշտպանել։ Եթե մեր երեխաները ապերախտ են, ապա ով է մեղավոր։ Ըստ երևույթին հենց մենք։ Եթե մենք նրան չենք սովորեցրել երախտագիտություն հայտնել ուրիշ մարդկանց, ապա այդ դեպքում ինչու ենք ակնկալում, որ նրանք երախտահատույց կլինեն մեզ։ Եվ երախտապարտ երեխա մեծացնելու համար մենք ինքներս պետք է երախտապարտ լինենք։ Ապերախտությունից վշտանալու փոխարեն ակնկալեք այն։ Հիշեք, որ Հիսուս Քրիստոսը բուժել էր 10 բորոտի եւ միայն մեկն էր նրան շնորհակալություն հայտնել։ Ինչու մենք պետք է ավելի մեծ երախտագիտություն ակնկալենք, քան ստացել էր Քրիստոսը։ Երջանկություն է բերում ոչ թե նվիրելու դիմաց շնորհակալություն ակնկալելը, այլ դա անելու հաճույքը։ Հիշեք, որ մարդու մեջ երախտագիտության զգացումը դաստիարակվում է։
Եվ եթե ուզում եք, որ ձեր երեխաները երախտապարտ լինեն, ապա դուք պետք է սովորեցնեք նրանց։ Աբաթը իմ վաղեմի ծանոթն էր։ Նա դպրոցի ուսումնական մասի վարիչ էր։ Մի անգամ մենք հանդիպեցինք Քանզաս քաղաքում և նա ինձ հասցրեց մինչև ագարակ։ Ճանապարհին հարցրի, թե ինքն ինչպես է վարվում անհանգստություն զգալու դեպքում։ Նա ինձ մի ուսանելի պատմություն արեց, որը երբեք չեմ մոռանա։ Մինչև 1934 թվականը ես ամենաչնչին առիթով ընկնում էի ապրումների մեջ, սակայն մի գարնանային օր, երբ քայլում էի փողոցով, տեղի ունեցավ մի բան, որն ինձ լիովին ազատեց անհանգստությունից։ Դա տևեց ընդամենը 10 վայրկյան, բայց այդ 10 վայրկյանի ընթացքում ես ավելի շատ բան հասկացա, քան 10 տարում։ Մինչ այդ ես նպարեղենի խանութ էի պահում Ուեբ քաղաքում, բայց այդ պահին ոչ միայն կորցրել էի իմ բոլոր խնայողությունները, այլև խրվել էի պարտքերի մեջ, որոնք ստիպված եղա մարել 7 տարի։ Նախորդ շաբաթ օրը խանութը փակվել էր։ Ես գնում էի դրամատում վարկ վերցնելու, որպեսզի մեկնեմ Քանզաս քաղաք աշխատանք փնտրելու։ Ես ոչ ուժ ունեի պայքարը շարունակելու, ոչ էլ հավատ հաջողության հանդեպ։ Անսպասելիորեն տեսա մի մարդու, որը զուրկ էր 2 ոտքից։ Նա նստած էր փայտե փոքրիկ հարթակին, որը տեղադրված էր անվաչմուշկներից սարքված անիվներին։ Նա տեղաշարժվում էր գետնից հրվելով 2 փայտիկով։ Նրան հանդիպեցի այն պահին, երբ նա հասել էր փողոց և փորձում էր մայթ բարձրանալ։ Երբ նա հարթակի եզրը բարձրացրեց մայթին, մեր հայացքները հանդիպեցին։ Նա լայն ժպիտով ողջունեց ինձ։ «Բարի լույս, սըր, հրաշալի առավոտ է, չէ»։ Նայելով նրան հասկացա, թե ես ինչքան հարուստ էի։ 2 ոտք ունեի, կարող էի քայլել, և ամաչեցի այն խղճահարության համար, որն ունեի ինքս իմ հանդեպ։ Եթե այդ անվոտ մարդը կարող էր երջանիկ լինել, ուրախ ու ինքնավստահ, ապա ես անպայման պետք է այդպիսին լինեի, քանի որ ոտքեր ունեի։ Ես ոգեշնչվեցի։ Մտադիր էի $100 խնդրել դրամատնից, սակայն հիմա քաջություն ունեցա խնդրելու 200-ը։ Մտադիր էի ասել, թե մեկնում եմ Քանզաս քաղաք, որպեսզի փորձեմ աշխատանք գտնել։ Այժմ ես վստահ հայտարարեցի, որ ուզում եմ մեկնել Քանզաս աշխատելու։ Վարկն էլ ստացա, աշխատանքի էլ տեղավորվեցի։ Այժմ իմ լողասենյակի հայելու վրա գրված են բառեր, որոնք ես ամեն առավոտ կարդում եմ սափրվելիս։ Ես դառնանում էի կոշիկ չունենալու պատճառով, մինչև որ հանդիպեցի մարդու, որը չուներ ոտքեր։ Մի անգամ Էդի Ռիքենբաքերին հարցրի, թե որն էր ամենակարևոր դասը, որ ինքը քաղել էր ընկերների հետ 21 օր փրկալաստին անցկացնելուց հետո, երբ անհուսալիորեն կորել էր Խաղաղ օվկիանոսում։ Այդ փրկության ամենամեծ դասն այն էր, որ ես հասկացա, եթե մարդն ունի անհրաժեշտ քանակությամբ խմելու ջուր և սնունդ, ապա որևէ բանից բողոքելու իրավունք չունի։ Թայմ հանդեսը հոդված էր զետեղել մի ենթասպայի մասին, որը կոկորդից վիրավորվել էր արկի բեկորով։ Նրան արյան 7 ներարկում էին արել։ Բժշկին գրած երկտողում նա հարցրել էր. «Ես կապրեմ»։ Բժիշկը պատասխանել էր. «Այո»։ «Կկարողանամ խոսել»։ Պատասխանը դարձյալ դրական էր։ Այդժամ ենթասպան գրել էր. «Այդ դեպքում գրողը տանի, էլ ինչու եմ անհանգստանում»։ «Ինչու դուք նույնպես ձեզ չեք հարցնում»։ «Այդ դեպքում գրողը տանի, էլ ինչու եմ անհանգստանում»։ Շատ հավանական է, որ ձեր տրամադրությունը փչացնող հանգամանք համարեք չնչին ու ոչ էական։ Այն, ինչ ունենք մեր կյանքում, 90%-ով ճիշտ է և 10%-ով սխալ։ Եթե ցանկանում եք երջանիկ լինել, ապա կենտրոնացեք այդ 90%-ի վրա և արհամարհեք այն 10%-ը։ Իսկ եթե ուզում եք անհանգստանալ ու դառնանալ և ստամոքսի խոտ ստանալ, ապա կենտրոնացեք այդ սխալ 10%-ի վրա և արհամարհեք փառահեղ 90%-ը։ Ջոնաթան Սվիֆթը Գուլիվերի ճանապարհորդության հեղինակը, հավանաբար ամենամեծ հոռետեսն էր անգլիական գրողների շարքում։ Նա այնքան էր զղջում լույս աշխարհ գալու համար, որ իր ծննդյան օրը սգո հանդերձանք էր գրում։ Սակայն այդ մեծագույն հոռետեսը բարձր էր գնահատում այն միջոցները, որոնք ուրախություն ու երջանկություն էին բերում։ «Աշխարհի լավագույն բժիշկներն են», հայտարարել էր նա, «սննդակարգ բժիշկը, լռություն բժիշկը և ուրախ մարդ բժիշկը»։
Դուք ևս կարող եք ամեն ժամ անվճար օգտվել ուրախ մարդ բժշկի ծառայություններից, եթե ձեր ուշադրությունը կենտրոնացնեք ձեր ունեցած հարստությունների վրա։ Հարստություններ, որոնք գերազանցում են Ալի Բաբայի հեքիաթային գանձերը։ Կծախեիք ձեր աչքերը թեկուզ $1 միլիարդ։ Ինչքանով կվաճառեք ձեր ոտքերը։ Իսկ ձեռքերը։ Ձեր երեխաներին, ընտանիքը։ Հաշվեք և կհասկանաք, որ այն, ինչ դուք ունեք, չէիք տա Ռոքֆելլերների, Ֆորդերի, Մորգանների ունեցած ամբողջ ոսկու դիմաց։ Արդյոք մենք գնահատում ենք այն ամենը։ Ինչպես ասել է Շոպենհաուերը, մենք հազվադեպ ենք մտածում մեր ունեցածի մասին, բայց մշտապես մտածում ենք չունեցածի մասին։ Իսկապես, մեր ունեցածի մասին հազվադեպ, իսկ չունեցածի մասին մշտապես մտածելու սովորությունը մեծագույն ողբերգությունն է աշխարհում։ Դա հավանաբար ավելի շատ վիշտ է պատճառել, քան բոլոր պատերազմներն ու հիվանդությունները մարդկության ողջ պատմության ընթացքում։ Եվ դուք, և ես պետք է ամաչենք մեզանից։ Մենք բոլորս էլ ապրում ենք հեքիաթային գեղեցկություն ունեցող շրջապատում, բայց այնքան կույր ենք, որ դա չենք տեսնում։ Եթե ցանկանում եք հանգստություն ձեռք բերել, սկսեք ապրել լիարժեք կյանքով, ապա պետք է հիշեք 4-րդ կանոնը. հաշվեք ձեր բարեբախտությունները, այլ ոչ թե դժբախտությունները։